Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծեր հեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախ փայատերության, stock market-ի մասին պիտի խոսեմ, հետո տնտեսական ճգնաժամ է արդյոք տեղի ունենալու, էլի պատահելու է երկրում, թե ոչ, մեր հարևան երկիր Կանադայի մասին պիտի խոսեմ, հրդեհը հյուսիսային ծովում, Անգլիայի մոտ, մեկ անձնական private օդանավայր են գնում, դրա մասին խոսեմ, մեկ երիտասարդ աղջիկ իր ընկերուհիների հետ 4 ուրիշ 5-ով գնում են, տեսնեք ամառը հիմա, այսինքն գարնանային արձակուրդն է կամ այսպես spring break-ն է, գնում է ու կորում է, դրան անդրադառնամ Մենենդես եղբայրների մասին, որ սպանել էին իրենց ծնողներին, դրան պիտի անդրադառնամ մեկ երիտասարդ աշակերտ, ինչ որ Կոլումբիա համալսարանը, որ բավական բարձրագույն կրթական օջախներից մեկն է, եւ այս խռովությունները ինչ որ ցույցեր կատարվում էր Իսրայելի այդ ռմբակոծումներ Գազայի համար, ինքը այդ մասնակից էր, ուզում են երկրից վտարեն, Թրամփի դատախազությունը ուզում է իրեն վտարի, դրան անդրադառնամ Զելենսկին Սաուդի Արաբիայում, թորնեդո փոթորիկ Ֆլորիդայում, հրդեհ Նյու Յորքում մեկ դատավոր, որ իրեն հիմա տատի են տվել, իր տատավարությունը եկավ ավարտի, դրան մասին խոսեմ, նահանգը, Կալիֆորնիա նահանգը պիտի ձեզ ցույց տամ, որ այս երաշտ drought-ը ինչ վիճակում է, որտեղ է նահանգը խիստ չորություն, drought է տիրում, որտեղ ամեն ինչը օքեյ է, դա ցուցադրեմ քարտեզի վրա, FEMA-ի մասին պիտի խոսեմ եւ վերջավորությանը այս Eagle-ի մասին, որ 3 ծագեր ունեցել եւ արձիվի ծագերի մասին 3 խոսեցի, այսօր մի փոքր առավել նյութ ցուցադրեմ։ Նախքան սկսել բոլոր այդ ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը High Vision-ի միջոցով հարավային Կալիֆորնիայում լրիվ տարածքում հեռարձակվում է, որտեղ դուք կարող եք տեսնել, օրինակ երեկոյան ժամը 8-ին լուրերը կարող եք հետևեք, առավոտյան առավոտը Շանթում գեղեցիկ ծրագիր են ներկայացնում եւ ժամանցային ծրագիրը սերիալ են ցույց տալիս, հարցազրույցներ, բոլորը լուրեր, բոլորը կարող եք տեսնել Շանթով, Spectrum-ի 1629 եւ 381 ալիքներով։ Եթե դուք բիզնես ունեք կամ գնում եք մի բիզնես, ձեր երեխան բիզնես ունի, ձեր հայրը բիզնես ունի, որևէ տարբերություն չունի, իրենց առաջարկեք, որ զանգարեն այս հեռախոսահամարին եւ իրենց ռեկլամները տեղադրեն այս ալիքի միջոցով։ Իսկ ես ուզում եմ խոսել եղանակի մասին վաղը թվում է օրվա ընթացքի մինչև ժամը 3-ը կարող է անձրև կա, դուք պատրաստվեք դրան, բայց չորեքշաբթի օր անպայման անձրևելու է, առանց այլվելու կարող եմ ասել չորեքշաբթի անպայման անձրև է տեղի ունենալու, 5 շաբթի նայել որոշ ժամերը, հիմա վաղ ավել մանրամասնություն հաջորդ օրերի մասին, եւ նաեւ այս անձրևները շարունակվելու է մինչև ուրբաթ օր, որը մեծ հարկավոր է։ Եվ քիչ հետո ասացի մի քարտեզը Կալիֆորնիայի պիտի ցույց տամ, այնտեղ տեսնեք որտեղ խիստ չորություն է, երաշտ է տեղի ունենում։ Հիմա ես ուզում եմ խոսել փայատերության մասին, stock market-ի մասին։ Նախագահ
Թրամփի այս աշխատանքները, որ հիմա massամբ ճիշտ պայքարի մեջ է Ամերիկան, Կանադայի հետ, Մեքսիկոյի հետ, ուրիշ Չինաստանի հետ, ուրիշ երկրների, ասում է հարկ է պահանջելու։ Իսկ այսօր ինչ տեղի ունեցավ NASDAQ-ը, որը իջավ 2600-ի 101 կետ իջավ, դա մոտարապես կես տոկոսով NASDAQ-ը իջել է, որ սա խոշոր թիվ է։ Բայց այս վերջին օրերից, երբ որ նախագահը ասաց ես հարկ եմ պահանջելու Կանադայից, հարկ եմ պահանջելու Մեքսիկոյից, հարկ եմ պահանջելու Չինաստանից, ուրիշ երկրներից, ահա այսպես, այս հետո ասաց հիմա չենք գործադրելու, ապրիլ 2-ից հետո գործադրելու են, ահա այս որոշ երկրներ, որ քիչ հետո նաև կտեսնեք, դրանց մեջ Կանադայի նոր ընտրյալ վարչապետը ինչ ասաց, եւ ես այստեղ ուզում եմ մնացածը Dow Jones եւ նրանք ցույց տամ ձեզ, այստեղ տեսնում եք, ուրեմն NASDAQ-ը 727.9 իջել է, այսինքն 4%-ով իջել է այսօր։ Իսկ 17000, այսպես տեսնում եք, Dow Jones-ը 41911-ի իջավ 890 կետ իջել է, 2%-ով իջել է։ Իսկ այստեղ ծախում տեսնում էիք եւ S&P 500-ն եք աչում տեսնում, որ բոլորը կորուստ են արձանագրել այս ժամանակ։ Նորից S&P 500 տեսնում եք հունվարի 21-ից, երբ որ Թրամփը աշխատանքի է եկել, մինչ հիմա այսօր մարտ 10-ն է, վաղը դուք կրկնություն ուրեմն կտեսնեք 7.2%-ով իջել է, այս մարդկանց փայատերությունն է, գումարն է, ինչ որ կորցնում են նրանք, որ stock market-ով զբաղվում են։ Dow Jones-ը տեսնում եք 4.8%-ով այն օրվանից, որ Թրամփը աշխատանքի եկել, եւ NASDAQ-ը 11.6%-ով այն օրվանից, որ Թրամփը հունվարի 29-ը սկսել է, մինչ այսօր մարտի 10-ը։ Այսպես տեսնում եք, բոլոր կորուստ են արձանագրել։ Այսպես նավային հիմա ինչ որ պետք է գա այստեղ, ուրեմն պետք է հարկ պահանջի ըստ Թրամփի ցանկությանը, եւ դրա համար է, որ ուրիշ երկրներ նաեւ ասում են նույն ձև մենք էլ հարկեր ենք պահանջելու, եթե ճիշտ պատժում է Ամերիկան, մեր այդ երկրներն նրանք ասում են մենք էլ նույնն ենք գործադրելու, ինչ որ այս երկիրն անելու է։ Իհարկե նախագահ Թրամփ ես 3 ծրագրում ցույց ցուցադրեցի, որոշ երկրներ ինչ որ ուրիշ երկրից գալիս է այստեղ, այս երկիրը 3% հարկ է պահանջում, որովհետև պետք է աշխատեն, գիտեք այդ ծանրոցները ինչ որ գալիս է պետք է չեք անեն, աշխատողներ կան այդ այսպես նայում են, քննում են եւ այլն ծախսուն։ Իսկ ուրիշ երկրներ, որոշ շատ մոտիկ է այստեղին։ Օրինակ Անգլիան 4%, ինչ որ մտնում այնտեղ 4% է պահանջում։ Եվ բայց երկիր կա օրինակ Հնդկաստանը։ Հնդկաստանից շատ դեղ է գալիս այստեղ, ուրիշ ուտելիք է գալիս եւ այլն։ Հնդկաստանը մեծ վաճառք ունի այս երկրի հետ։ Շատ մոտիկ բարեկամ է Հնդկաստանը։ Իսկ ինչ որ Ամերիկայից գնում է այնտեղ 17% հարկ է պահանջում, անկախ ինչ Ամերիկայից տանեն այնտեղ, մեքենա կլինի, ապրանք կլինի, ուտելիք կլինի, որևէ հարցը 17% է պահանջում։ Ուրիշ երկրներ կան 10% են պահանջում։ Դրա համար նախագահը ասում է, որ երկիրը սա անկախ սրանից ինչ որ քիչ առաջ բացատրում, որ երկիրը ինչքան որ մեզանից հարկ է պահանջում, ուրեմն մենք նաև պիտի իրենցից հարկ պահանջենք։ Իսկ այս 3 երկրին, մեր երկու արևան երկրներին եւ Չինաստանին առավել հարկ է պահանջում։ Հիմա ես ուզում եմ շարունակենք, որպեսզի դուք տեսնեք ինչի մասին է եւ ինչու թվում է, որ recession է լինելու։ Սա նախագահ Թրամփն է, որ այս մասին հարցնում են ու ինքը ասում է հետո շատ լավ է լինելու,
շատ հարստություն ենք ունենալու, շատ գումար ենք մենք ունենալու Ամերիկա, we are bringing wealth to America, ուրեմն մեծ գումարները հոսքը դեպի Ամերիկա է լինելու, այսպես տեսնում եք Թրամփը այդպես արտահայտում։ Իր կողքին տեսնում եք Լուտնիկ, որը Commerce-ի կամ առևտրի նախարարն է։ Իրեն այսօր հարցրին այս նախարարին, որ արդյոք տնտեսական ճգնաժամ է լինելու, recession-ը տեղի ունենալու Ամերիկայում նորից, ինչ որ տեղի էր ունեցել վերջին անգամ 2008 թվին էր, ինքը ասում է absolutely not, այսինքն անհնար է, ասում է այս նախարարը, բայց ինքը Թրամփը չի ասում, որ տնտեսական ճգնաժամ չի լինելու։ Այսօր ասացի քիչ առաջ ցույց տվի ամենամեծ կորուստն է այդ փայատերության այս տարվա ընթացքին, այսինքն 2025 թվի ամենատաժան օրն էր բիզնեսային օր, ինչ որ մասամբ ձեզ այդտեղ ցույց տվի։ Կանադայում, որ եւ Մեքսիկոն ամենամուտիկ բարեկամ երկրներն էին, ուրեմն նրանք էլ պատրաստվում են հարկեր պահանջելու եւ Կանադայի տեսնում եք մեքենա է գալիս, 1 կտոր 3 ցույց տվից էս 1 կտոր մեքենայի մի կտորը 2 անգամ գնում է Կանադա, վերադառնում է Մեքսիկո է գնում, գալիս է, որ մի հատ մեքենայի մեջ տեղադրեն այդ փիստոնը, որը մեքենայի ուժն է։ Հիմա տեսնում եք չորեքշաբթի օր երկաթի եւ ալյումինիումի վրա, որը գալիս է Կանադայից, այստեղ 30% երկաթը, ինչ որ գալիս է այս երկիր, միայն Կանադայից 30%-ը գալիս է եւ ալյումինիումը, ուրեմն նրանք ասել են, որ կամ հարկ են պահանջելու, այսինքն Ամերիկան իրենցից հարկ է պահանջելու, դրա համար Կանադան շատ բարգացած է, որտեղ օգտվում են Կանադայից գալիս է, տեսնում եք, թոստեր է գալիս, ուտելիքներ է գալիս, մեքենա եւ ահա բոլորը սրանք գալիս է նաեւ Կանադայից։ Ես հիմա ուզում եմ ձեզ շարունակեմ ցույց տամ Մայք Քարնին, որ նորընտրված մինչև հիմա վարչակազմի անդամ չի եղել, ինքը մեծ տնտեսագետ է, որը նաև Անգլիայում աշխատել է, տեսնում եք այս Մայք Քարնին, որտեղ քիչ առաջ ասացի, որ ասում է, որ մենք ինչ որ հարկ է պահանջվելու, մենք էլ անելու ենք, եւ մենք չենք ուզեցել այս վիճակը ստեղծենք, մենք պահելու ենք այդ հարկերը, որպեսզի մեզ հարգեն։ Այս հարկը ինչ որ պահանջում է Թրամփը, այսինքն անարգում է Կանադային, ուրեմն դա հարգանքի համար է։ Այսպես տեսնում եք ինչ է ասում վարչապետը, եւ քիչ առաջ ես ցույց տվի, որ մեծ կորուստ փայատերության նորից տեսնում եք վարչապետի Մայք Քարնին եք տեսնում, որ ասացի կառավարության համար մինչև հիմա չի աշխատել, սա առաջի անգամը կլինի, մեկ անգամից դառնում է վարչապետ, խորհրդատու եղել է նախկին վարչապետներին, Անգլիայում որպես տնտեսագետ աշխատել է, կառավարությանը օգնել է, այսպես տեսնում եք։ Հիմա 25% tax էլեկտրականությունը Ամերիկան Կանադայից էլեկտրահոսանք է գալիս տեղ, որտեղ 1.5 միլիոն ամերիկացիք իրենց բնակարանի այդ լույսը, այդ էլեկտրականությունը այնտեղից է գալիս 3 նահանգներ, այդտեղից էլեկտրականությունը Կանադայի օգտվում են, իրենք ասում են, որ եթե այսպես լինի, տեսնում եք այս Անտերիոյի վարչապետն, այսինքն այնտեղ նաև Ամերիկայի պես տարբեր նահանգներ ունի, Անտերիոն մեկ նահանգն է,
որ սա վարչապետն է ասում է եթե այդպես լինի մենք էլեկտրականություն անգամ չենք վաճառելու թող իրենց փնտրեն իրենց էլեկտրականություն ամերիկացիները սա կանադայի այդ նահանգապետի նման այնտեղ իհարկե վարչապետ են կոչում 15% թերիվ տեսնում եք այստեղ 15% հավ ցորեն 10% մսի վրա խոզի մսի վրա տարբեր միրգեր սրանք այն հարկերն է որ նաև ուրիշները գործադրելու են Ամերիկայի եւ այսպեսով եթե լինի մենք հարկ ենք ամերիկան հարկ է պահանջելու ուրիշ երկրներից նրանք հարկ են պահանջելու այս երկրից նա որ օգտվում է ընտանիքները այդ մարդիկ մենք դուք բոլորս ավել պիտի վճարենք եթե սա լրիվ գործադրվի հիմա տեսնենք մինչև ապրիլ 2-ը որտեղ ասացի երկու անգամ Թրամփը իր միտքը փոխեն է տարբեր արտահայտվեն է եթե այդպես լինի որ նրանք հարկ պահանջեն այսպես թերիֆ պահանջեն եւ մենք նրանցից պահանջենք ամեն ընտանիքի ծախսը առնվազն $1300 տարի ավել բարձր լինելու մինչ հիմա այդ հարկերը որ ասեն թերիֆը այն հարցի վրա որ մինչ հիմա հստակ է հիմա երբ որ այսպես պայքարի մեջ մտնեն ուրիշ ապրանքների վրա նաև թերիֆ պահանջեն կարող է շատ ավել ամեն ընտանիքի ծախսը բարձրանա Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ հրդեհը Նորցի Անգլիայի արևանության, այսինքն ծովի մոտ, դա ցուցադրեմ ձեզ, իսկ ծրագիրը հովանավորում է Primed տեղատունն է հովանավորում ծրագիրը։ Primed տեղատուն գտնվում է Highland Եվ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Գլենդելում։ Եթե տեղերի կարիք ունեք, իրենք կբերեն ձեր տանը։ Եթե կողջ եք ձեր այն տեղատունից, որ տեղերը ձերը բերում են, այստեղ զանգարեք։ Հեռախոս շատ հեշտ է 818 330 է, տեսնում եք 000 777 6 000 777 Եվ հովանավորում են այս ծրագիրը, դուք նաև ձեր տեղերը իրենցից վերցնելով հովանավորեք իրենց։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում ծանրոց Հայաստան ղրգել օդանավով $2.99 մոտարապես մի քիչ ավել է կանտեն դուք ծանրոցը նավի միջոցով ղրկեք։ Նավի միջոցով 2.5 ամսից 3 ամիս կտևի։ Սա մի քանի օրում ձեր ազգական բարեկամի հետ նվեր պիտի ստանան, անմիջապես կստանան։ Երևան Shipping նաև գումար է փոխանցում ընդամենը 1%։ $100 ուղարկեք, $1 եք վճարելու փոխանցման համար։ Երկու կենտրոն ունի Lancashire փողոցի վրա, North Hollywood եւ Glendale-ում Palmer փողոցի վրա է գտնվում Երևան Shipping։ Ծրագիրը նաև հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում ծրագիրը կամ Vivaldi Venue եւ Catering։ Vivaldi Venue Catering բացի 3 սրահներ ունեն 120, 150, 300 տարողությամբ ձեզ առաջարկում են նաև ամենօրյա ճաշ 10-ից 12 հոգի կարող են բավարարվել ընդամենը $300 է փորձեք մեկ անգամ տեսեք ինչքան է ճաշը եւ ասացեք որ այս ծրագրի միջից տեսակ կամ միջոցով տեսակ այս ռեկլամ նաեւ եթե երեխաների համար խնջույք եք պատրաստում տարեդարձ եք տոնում երեխաները միշտ տարեդարձ են տոնում խնջույք են տոնում 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 է ամեն ինչ ներառված է այդտեղ փորձեք հեռազայնեք այս հեռախոսահամարին կվերադառնա North Sea հյուսիսային ծովը ինչ որ Անգլիայի շրջապատում է գտնվում մեկ accident տեսնում եք այստեղ
վթար տեղի ունեցավ, որ ամերիկյան մեկ նավը, որը տանում էր jet fuel, այստեղ տեսնում եք վառելանյութը, օդանավի վառելանյութ էր տանում ամերիկացի զինվորականների համար, վթար է տեղի ունենում մեկ բեռնատար նավի հետ, cargo ship-ի հետ եւ խիստ հրդեհ է տեղի ունենում, այստեղ տեսնում եք Անգլիայի արևելյան մասն եք տեսնում, այստեղ շարունակենք, հիմա տեսեք խոշոր հրդեհ 23 հոգի նավաստիները ինչ որ այդ ամերիկյան նավի մեջին այդ վառելանյութ տեղափոխողը կարողանում են փրկեն իրենց մյուս նավից մեկ հոգի անհայտ կորեն է այստեղ տեսնում եք Պորտուգալի նավը accident ամերիկյան նավը կանգնած է լինում մյուսն է գալիս արվածում է եւ այսպես խոշոր հրդեհ ինչ որ տեսնում եք այստեղ պատահում է 220,000 barrel այսինքն տակառ վառելանյութ էր օդանավի վառելանյութ էր ինչ որ այս ամերիկյան նավը տեղափոխում էր պատկերացրեք 220,000 տակառ այսեք բավական խոշոր է մի քանի հոգու հիվանդանոց են տարել եւ ասացի մեկ հոգի անհետ կորեն է Ես ուզում եմ շարունակել հիմա պիտի խոսեմ մեկ օդանավի մասին private անձնական օդանավ 5 հոգի մեջ են լինում եթե այստեղ շարունակեինք Փենսիլվանիայում օդանավը վայր են գնում այստեղ տեսնում եք այս օդանավի տեսեք ինչպես հրդեհ է տեղի ունենում բայց մեկը չի վնասվում այդտեղ բարի բախտաբար անձիկ բայց տեսնում եք այդտեղ այս հրդեհը տեղի ունեցող Փենսիլվանիա նահանգում եւ այստեղ տեսնում եք pilot-ը Lancaster Tavern ասում է 300 դուրը այս պատճառը եղեր որտեղ դուրը բաց էր մնացել Եվ աշխատում էին, որ հետ վերադառնային դուրը օդանավի պատկերացրեք բաց է մնում եւ այս բոլոր դժվարությունը պատահում է։ Իսկ մի քանի օր առաջ էր ես ցույց էի տալիս, որ Jackson, Mississippi-ում մեկ մեդիկալ օդանավ, որ հիվանդներ է տեղափոխում, տեսնում եք հելիկոպտերով Այնտեղ հելիկոպտերը վայր ընկնում freeway-ի մոտ այստեղ տեսնում եք գնում են աշխատում են եւ փրկեն այդ հելիկոպտերի անձիկին ինչ որ այդտեղ հելիկոպտերի մեջ էին այս վերջին ժամանակ գիտեք անընդհատ օդանավների այսպես դժբախտությունը ինչ որ պատահում է վերջինը ամենախոշորը որ ինչ տարիներ այսպես բան չէր տեսված էր Ամերիկայում Վաշինգտոնում Reagan Airport-ում որտեղ մեկ հելիկոպտեր զինվորական դիպչում է մեկ ճամփորդական օդանավի եւ 67 հոգի 64 հոգի օդանավի մեջ 3 հոգի զինվորականներ հելիկոպտերի մեջ բոլորը մահանում են ես ուզում եմ հիմա խոսել մեկ գիտեք երիտասարդները հավաքվում են միասին հիմա Գարնանային արձակուրդն է, այս spring break-ն է, այս գալիս է գարուն, գարնանային արձակուրդն է, սրանք հավաքվում են մի քանի հոգով եւ որոշում են, որ գնան արձակուրդ։ Այս արձակուրդը, որ spring break-ը, որ գնում են Dominican Republic, այս մեր հարավում Dominican Republic-ը գնում են այդտեղ արձակուրդ այս 5 հոգով հետո 20 տարեկան աղջիկ է լինում իհարկե գիտեք այս երեխաները երբեմն սխալ այսպես հարցեր են մտածում
կարծում են եթե խմիշք խմեն, շատ խմեն, մեծության նշան է երևի, եթե մեկը խմիշք չի խմում, առաջարկում են չխմի, նա երեխա է երևի։ Ամենայն դեպս 5 հոգով գնում են, շատ խմիշք են խմում։ Այս երիտասարդ 5 աղջիկներ, մեկը շատ խմիշք է խմում այնպես, որ ծովափում տեսնում եք այստեղ, շարունակենք, ծովափում մեկ տղայի հետ ծանոթանում են, նա էլ շատ խմիշք է խմում։ Հետո գնում են օվկիանոսը լողանալու, այսինքն լողալու եւ այս տեսնում եք երիտասարդ աղջկան տեսնում եք այն տղան հետո վերադառնում է, բայց այդ աղջիկ չկա։ Մնացած իրեն ընկերուհիները 4-ը գնում են հոթելը, կարծելով որ լավ այս տղայի ծանոթացել հիմա քայլում է ծովափում քայլում են եւ այլն, բայց Rio հոթել տեսնում եք, իրենք ասում են մենք շատ մտահոգ ենք, որ մեր հյուրը հիմա մեր գեստը չկա եւ աշխատում ենք փոլիսի հետ տեսնենք կարողանանք այդ երիտասարդ աղջկան գտնել, բայց արդեն 4 օր անցել է, տեսնում եք այս երիտասարդ աղջիկն է 20 տարեկան ինչ որ կորել է այդտեղ Dominican Republic կամ Dominican Republic-ում եւ իրեն ծնողները նաեւ ինչպես այդտեղ այցելեն են տեսնում եք բիչում կամ ծովափում մեկ տղամարդու հետ է լինում, այնտեղ ծանոթացել է եւ գնում են որ ջուրի մեջ են մտնում եւ խոշոր ալիք է գալիս եւ այդ աղջիկը կորում է, այսպես այդտեղ կորում է իրեն հագուստները որ անելն է, հետո մայով մտել է այնտեղ գտնում են հագուստները, բայց չի թվում որ մեկը մի աշխատանք է արել, որ այսինքն ոչրագործություն տեղի չի ունեցել երևի այդ գետի, այսինքն օվկիանոսի մեջ ինչ որ մտել է դեպքը պատահել, այդ տղամարդուն հարցնում են, ասում են ես քնած եմ եղել, մինչև առավոտյան ժամը 10-ին ինքը վերադառնում է եւ չեն կասկածում, բայց իրեն այս տղային հարցաքննել են, մինչև տեսնեն ինչպես կարող են երևի դիակ գտնեն, որտեղ շատ երկար 4 օր, շատ երկար ժամանակ է մեկին փնտրելու համար։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, Մենենդես եղբայրների մասին, որ իրենց ծնողներին սպանել էին 35 տարի առաջ, արդյոք նոր դատավարություն պիտի տեղի ունենա թե ոչ, տեսնենք դատախազը Los Angeles County ինչ է ասում, ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե ցանկություն ունեք, այս կարող եք փաստաբանին զանգահարեք, եթե որևէ վնասվածք եք ունեցել, դա կլինի մեկ բնակարանում ապրում եք, ուրիշի պատճառով դուք վնաս եք ստացել կամ մեքենայի ավտովթարի հարց է դառնում, որևէ տեսակ վնասվածքի ժամանակ զանգահարեք, խորհրդակցեք փաստաբանի հետ, նախնական խորհրդակցությունը անվճար է։ Ծրագիրը հովանավորում է նաև Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Կարավան ռեստորանը ձեզ է առաջարկում ճաշ կամ ինչի ամեն օր 7 օր։ Իսկ ամեն օր նաև հարիսա են առաջարկում 7 օր հարիսա կարող եք վերցնել Կարավան ռեստորանից։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը եւ դոկտոր Մահտեսյանը։ Երկուսն էլ ատամնաբույժ են, ատամների մասնագետ են, եթե մաքրման կարիք ունի, եթե ցավեր ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, որևէ հարց ատամների հետ զանգարեք, այս հեռախոսահամարին գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, իրենց նոր տեղափոխվել են, հիմա 240 South Jackson փողոց 310 սենյակում է կամ յունիթում է, աչքի վիրահատող մասնագետ է, եթե ագնոցի կարիք ունեք, աչքի պրոբլեմ ունեք, լենզ պիտի տեղադրեք, որևէ հարց աչքի հետ ունեք, 30 տարվա փորձառություն ունի, Գլենդ 7 կենտրոններ ունի, Գլենդելում ամենայն դեպս տեսնում եք այստեղ իրենց նոր կենտրոնը հասցեն գրված է ձեզ մոտ, նշանակեք կվերադառնա։
Օգոստոսի 20 1989 թիվ երկու եղբայրներ իրենց ծնողներին սպանում են։ Հայրը, այս եղբայրներն են հիմա 35 տարի է բանդում են, հայրը իրենցը Հոզե Մենենդես ճանաչված ֆիլմ, այսպես պրոդյուսեր էր, մյուզիկի, ֆիլմի եւ բոլորը իրենց ցանկություններն օգնի, որ այդ երկիչը կամ այդ ֆիլմը եւ այլն իրենց մասին կամ օգնի իրենց, որ իրենք ճանաչված անձ դառնան։ Մեծահարուստ անձ էր, Բևերլիզում հսկա տուն ուներ եւ իրեն 19 տարեկան եւ 21 տարեկան էին այդ ժամանակ իր երեխաները։ Այս երեխաները ծրագրում են եւ հորը եւ իր մայրիկին երկուսին սպանում են։ Եվ հետո սպանելուց հետո գնում են Փարթիներ են գնում, ուրախություններ են կազմակերպում, ահա այսպես հաճույքի մեջ են լինում։ Մինչև որ ոստիկանությունը, Լոս Անջելեսի ոստիկանությունը տեղեր ունեցել Լոս Անջելես քաունթիում էր շրջանում, կասկածում են հենց իրենց եւ հետեւում են անդրադառնում են, որ հենց իրենք են ծնողներին սպանել։ Այսպես թաքնվել են, երբ որ գալիս են տուն, արձակվում են եւ սպանում են այդ ժամանակ միասնական ծրագրումի հետևանքով։ Եվ իրեն ցմահ բանդարկություն տվին։ Իսկ մի ժամանակ առաջ մի սերիալ պատրաստվեց այստեղ, գիտեք սերիալներ են պատրաստում, միցև պատրաստեցին, որ սրանք մեղավոր չեն։ Իրենց հայրը իրենց բռնաբարում էր, երբ որ երեխային էլ է, այդ հայրը իրենցը Հոզե Մենենդես, այս Մենենդես իր երեխաներին բռնաբարում էր, այդպես արտահայտվեցին։ Եվ բայց վերջ-վերջո ջուրին չընդունեց իրենց բացատրությունը, ասացի, որովհետև հարց էր առաջանում, լավ, հայրը բռնաբարում էր մայրիկին, ինչու է կսպանե։ Այսպես մեղավոր եղան եւ ասացի ցմահ բանդարկություն։ Եվ այստեղ երբ որ ֆիլմ պատրաստեցին այդ բերումով, սերիալ պատրաստեցին, մարդիկ շատ հետաքրքրվեցին այս հարցով եւ նախքին դատախազը անցյալ տարի ընտրություն էր, այդ նախքին դատախազը այս հարցը բարձրացրեց վերջին ժամանակում, որ սրանց ազատ արձակեն։ Իհարկե դատախազը առաջարկում է, դատավորը պետք է հաստատի, որ ազատ արձակեն։ Ամենայն դեպս այդ նախքին դատախազը չընտրվեց, Hackman, նոր դատախազն է ընտրվել, որ քիչ հետո պետք է ցուցադրեմ ձեզի, եւ այս դատախազը ասաց ինձ պիտի ժամանակ տան, որովհետև ես նոր եմ ընտրվել, դեկտեմբերին ընտրվել է, եւ սա հազարավոր էջի մեջ է այս դատավարությունը։ Իրեն ազգականներ, այսինքն իրենց հոր եւ մայրիկի ընտանիքները մասամբ բոլորը եկել են ասում են, որ երկար ժամանակ սրանք բանդ են եղել, ազատ արձակեք իրենց, ընտանիքի մեծ մասը բոլորը համաձայն են, որ իրենց ազատ արձակեն։ Ամենայն դեպս այս նոր դատախազը հիմա մարտի 20-ին պետք է իրենց դատարան տանի, նոր դատախազը ասում է, որ ես չեմ գտել, բացի այն, որ սրանք շատ ստախոս են։ Եթե կան եւ վերջնական ընդունեն, որ ստախոս են եղել, հետո նկատի կառնենք։ Իսկ այստեղ մի ուրիշ հարց կա։ Մեծամասնություն ժողովուրդը այս սերիալը տելևիզիոնով տեսնելով, որ պատրաստել են իրենց պատմության մասին եւ այնտեղ միցև են ձևացնում, որ հայերը դաժան է եղել սրանց բռնաբարեն եւ այլն, մտները այսպես է, որ ասացի դատախազը մտածեց, որ նախկին դատախազը, եթե այս հարցը բարձրացնի, կարող է վերընտրվի իրեն, բայց դրանով հանդերձ իրեն չօգնեց իհարկե։ Հիմա այս հարցն է, որ իրենց իշահ է իրենց, որտեղ մարդկանց ցանկությունը այդ է, որ սրանց ազատ արձակի։ Իրենց ներկայացնում է, քիչ հետո պետք է ցույց տամ, հիմա իհարկե անցյալում մեկ շատ ճանաչված կին փաստաբան էր ներկայացնում 35 տարի առաջ։ Իսկ հիմա իրենց ներկայացնում է Մարկ Կիրակոսը փաստաբան, որ այս ծրագրի հյուրն է եղել քանի բազմիցս այս վերջին տարիներում չի եկել, բայց բազմիցս այս ծրագրի հյուրն է եղել, հիմա ներկայացնում է իրեն այս Մարկ Կիրակոսն է ներկայացնում այս դատավարությունը։ Ամենայն դեպս նահանգապետ Նյուսոմ, որ գիտեք
տեսնելով որ սրանք այսպես ժողովուրդ ցանկությունն է ասեն է որ ինքը նաև ուզում է ուսումնասիրի եւ նահանգապետը իհարկե կարող է որևէ անձ որ այս նահանգում տատավարության է տվել նահանգապետը իրավունք ունի անկախ 10 հոգի է սպանել 1 հոգի կամ 2 հոգի սպանել են իրավունք ունի ազատ արձակի նախագահը իրավունք ունի եթե ֆեդերալ հարց է ինչպես Թրամփը 1600 հոգու իրենց բանդում դրանցից 900-ը բանդ էին կամ probation-ի մեջին 1600 ներում տվեց ահա նախագահների եթե ֆեդերալ հարց է նահանգապետը եթե նահանգային հարց է կարող է ներում տա նահանգապետ ցանկություն ունի տեսնում է որ ժողովուրդը որտեղ ինքը պատրաստվում է 2 տարի հետո նախագահական տեխնացու լինի կարծում է որ սա իրեն հարմար կլինի իրեն այսպես հարգանքը կբարձրանա այս է որ հիմա հայտնի չէ բայց ամենայն դեպս տատախազը դեմ է այս արձակելու մինչև այն ժամանակ որ չեն եկել ճշմարտությունը արտահայտվեն ես հիմա ուզում եմ ցույց ցուցադրել տեսնում եք երկուսին հիմա 35 տարի 54 եւ 51 մասամբ տարեկան են այսինքն 56 եւ 54 ծնողներին եք տեսնում եւ երբ իրենք երեխաներ էին սա այստեղ է ինչ որ մտնում են եւ սպանում են հորը երբ որ իր սենյակում նստած է լինում եւ հետո իրենք զանգ են տալիս փոլիսի ասում ես մեկը այսինքն զանգ են տալիս այդ անձը որ operator-ը վերցնում է ասում է ծնողի սպաներն ասում է ինչ ես ասում հետո նորից կրկնում էր քիչ առաջ տեսակ երեխա ժամանակվանից իր հայրիկի հետ եք տեսնում սա ընտանիքի անդամներն են որ հիմա շատ բարգացած են այս Menendez family տեսնում եք Էրիկ եւ Լայլ այս տղաների անուն է որ ասում է դու գերի ես պահել այսինքն դատախազին մեղադրում են գերի է պահել իրենք այստեղ դատախազը իհարկե ասում է սա Սերհան այն անձն էր որ 1968 թվին Ռոբերտ Քենեդին այստեղ Լոս Անջելեսում ամբասադոր հոթելի առջև թերորի ենթարկեց նա նաև տարիներ էր որ ասում էր որ երկար տարի բանդ են եղել 1968 թվից նա եւ թույլ չտվին որ թեև շատ լավ է բայ սա այստեղ տեսնում եք Հակմանին տեսնում եք տատախազներ որ քիչ առաջ տեսակ եւ ասում է ինքը մինչեւ իրենք ճշտախոս չլինեն չասեն որ մեղավոր են եւ ինչ որ ասում են ստեն են տեսպես տեսնում եք ասում է որ չի կարող ընդունի որ սրանց ազատ արձակի տատախազն է Los Angeles County ընտրվել էր դեկտեմբերին ու ուսումնասիրել հազարավոր էջը դրա համար ժամանակ էր ուզեցել հիմա պիտի տեսնենք մարտի 20-ին գնում են դատարան ինչպես այս հարցին կմոտենան այսպես տեսնում եք երիտասարդ ժամանակ իրենց տեսնում եք դատարանում սա Մարկ Կիրակոսն է հայ փաստաբանը որ իրենց է ներկայացնում եւ ասում են հիմա որ երևի պետք է դիմեն նահանգի տատախազության кейսը այս county տատախազությունից փոխանցեն նահանգի տատախազություն ես ուզում եմ շարունակել խոսել հիմա մեկ պաղեստինցի պալեստինցի աշակերտ որ Կոլումբիա համալսարանն էր հաճախում Կոլումբիա համալսարանը համարվում է ամենավորակավոր ամենաբարձրագույն կրթական օջախներից մեկ այս երկրում Նյու Յորքում գտնվում է խիստ աշակերտները բողոքի ցույցեր էին կատարում այդ բողոքի ցույցերից մեկը որ այսպես ավել մեծ դեր ուներ հիմա ինքը citizen այսինքն green card ունի եւ ամուսնացել է մեկ կնոջ հետ կինը 8 ամս հղի է 8 ամսով հղի է եւ այսինքն citizen է կինը citizen է ինքը green card ունի Հիմա Թրամփը ուզում է իրեն վտարի այս երկրից։ Իրեն ձերբակալեն են։ Լուիզիանան տարի որ երկրից հանեն։ Տատավորը, այսպես Նյու Յորքի տատավորը ասել է որ մինչև չբերեք տատարան իրավունք չունեք երկրից հանեք։
սա green card ունի այս երկրում ու անօրինական չի որ նախագահ իրեն դուրս հանի այս երկրից հիմա շարունակենք Այսպես տեսնում եք հիմա մեծ բողոքի ցույցեր այս երիտասարդին ինչ որ ձերբակալել են եւ բողոքի ցույցերն եք տեսնում այստեղ տեղի ունեցող, այսինքն Նյու Յորքում տեղի ունեցող ապրիլ 2024-ին էր որ վրաններ էին դրել այդտեղ այս երիտասարդն է որ ձերբակալվել է Կոլումբիա համալսարանից աշակերտ է եւ հիմա detention facility Louisiana-ում ձերբակալել տարին են որովհետեւ այդ ցույցերին մասնակցել է ղեկավարին է որոշ այդ ցույցերը հիմա DHS-ի ուրեմն Department of Homeland Security այսինքն անվտանգության նախարարությունը ասում է այս անձնավորությունը Թրամփը հրաման է տվել որովհետեւ իրեն հանեն երկրից որովհետեւ հակահրեական աշխատանք է ծավալել եւ ինքը Համասի ուրեմն կողմնակից է որ terroristական խումբ է Համասը ուրեմն այս պատճառով ուզում են երկրից հանել իրեն հիմա այսպես տեսնում եք այդ ժամանակ այս տղան է որ ձեռքը պահել է եւ ասում են ճնշումներ տեսնում եք հрьяաներ են եկել են այս տրանք որ համասարանի մեջին գիտեք մահակներով գալիս ծեծում են մի խումբի ինքը green card ունի permanent resident է եւ այդպես չի կարելի իրեն հանել ամերիկացի կին ունի 5 ամիսեղի է եւ այդ կինաղի է ստեղ տեսնում եք Թրամփն է որ ասում է սա առաջին ձերբակալումը եւ շատ ուրիշների պետք է որ այդ հակահրեական այս ցույցերի մասնակցեն պետք է երկրից հանեն այսպես տեսնում եք եւ հիմա դրա համար է որ դուրս են եկել նորից մեծ թվով այնտեղ սա այդ տղան էր որ այն ժամանակ ղեկավարում էր որոշ մասը այս աշխատանքի երբ որ վրաններ էին դրել հիմա այսպեսով հիմա փաստաբաններ այս հարցի վրա աշխատում են ասում են կնոջ եւ երեխի մոտեկեն են ձերբակալել են եւ Department of Homeland Security-ն եք տեսնում որ ասում է Համասի աշխատանքի նման է իր աշխատանքը եւ այդ Համասը որովհետեւ terroristական կազմակերպություն է ուրեմն իրեն էլ որպես terrorist պետք է այս երկրից հանենք ասում է Department of տեսնում եք այս աշակերտներն են համասարանում որ հիմա դուրս են եկել բողոքի ցույցեր են կատարում Թրամփը ասում է սա առաջինն է եւ շատ նմանը պետք է ձերբակալեն երկրից հանեն այդ տեսնում եք այսպես եւ այդ միջև այս ժամանակ չեն ասել որ իրեն մեղադրանքը որն է ինչ որտեվ այս երկրում գիտեք ազատ է ցույցերի մասնակցելը ցույցեր կազմակերպելը մինչև որ անձը չի գնացել չի խփել չի ջարդել չի փշրել ցույցի մասնակցելը ազատ է այս երկրում ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Զելենսկի մասին Ուկրաինայի որ Սաուդի Արաբիայում է գտնվում որպեսի Ամերիկայի հետ բանակցություն ունենան որ ընդունում է Զելենսկին որ այս հանքերը ինչ որ ունի միներալներ արժեքավոր քարեր եւ այսպես ունի հանքային հումքը ունի 500 միլիարդի չափ նախագահ ասել է պետք է հատկացնի մեզ որպեսզի մենք շարունակենք իրեն օգնենք բոլոր օգնությունները զենք եւ այլն հիմա չի տրվում Ուկրաինային եւ նաեւ Ուկրաինային օգնում էին որ ռուսները որտեղից կհարցակվեն ինչպես պաշտպանվեն որովհետեւ այս սատելայտների միջոցով լրտեսական սարքավորումների միջոցով իրենց լուր էին տալիս որ ահա ռուսները այստեղից կհարցակվեն կամ այստեղից կկրակեն եւ այսպես հիմա Թրամփը դատարեցրել էր երբ որ ինքը ուրբաթ օր այս անցյալը չէ մեկ դրանից 10 օր մոտարապես առաջ
չհամաձայնվեց 10 րոպե նախագահի հետ բանակցության ժամանակ Թրամփ բարկանում է իրեն հանեց սենյակից հանեց կամ սպիտակ տնից հանեց հիմա ամենայն դեպս այսինքն ընդունել է որ այդ համաձայնագիրը ստորագրի որ ամերիկան այդ ինչ որ տրամադրում է գումարները հետ վերադարձնեն ամերիկային այսինքն այդ հասույթը հանքերի հյութից կամ այսպես հումքից հետ վերադառնա ամերիկային տեսնում եք այստեղ եւ հույս ունի որ նախագահի հետ կստորագրեն այդ համաձայնագիրը ինչ որ չկարողացան 10 օր առաջ համաձայնության կան պատերազմը շարունակվում է եւ այն տարածքը որ մտել էին ուկրաինացիք մտել էին Ռուսաստան այստեղ արտգործնախարարներ նաեւ որ այդտեղ կլինի Զելենսկին եք տեսնում Սաուդի Արաբիայում այդ մտել էին եւ ռուսական տարածք էին գրավել ուկրաինացիք 2/3-ը ռուսները հետ են վերցրել իրենց հողային տարածքը հետ վերցրած է այնտեղ տեսնում եք Զելենսկին այս վայրկյանից ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պիտի խոսեմ փոթորիկի մասին Ֆլորիդայում հրդեհի մասին մեկ դատավորի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն 3 կենտրոններ ունի իսկ իրենց Pasadena-ի կենտրոնը Ամերիկայի եւ ամենամեծ դաշնամուրի կենտրոնն է երկու հարկի մեջ 100-ավոր դաշնամուր կտեսնեք $1000-ից սկսված մինչև $500,000 դաշնամուր այնտեղ կա մեծ փոքր freestanding սիմֆոնի օրկեստրա դաշնամուր ամեն տեսակը որևէ երկրից ամերիկյան արտադրանք գերմանական ֆրանսական հարավային կորեա չինաստան ժապոնական որտեղ դաշնամուր են պատրաստում իրենք նաև ունեն այդ դաշնամուրը ծրագիրը նաև հովանավորում է Raffi's Market հովանավորում է Raffi's Market ցեզ է առաջարկում պատրաստի ճաշ եթե ժամանակ չունի իսկ Raffi's Market-ը 4 հոգու աշխատողի կարիք ունի տարբեր բաժանմունքներ կա այնտեղ հացի մասը մսի մասը ընդհանուր ապրանքներ բերողը տեղադրողը այնտեղ քաշիերի պետք ունեն եթե ցանկություն ունեք Raffi's Market-ում աշխատեք զանգահարեք այս հեռախոսահամարին եւ հանդիպեք զանգահարեք այս հեռախոսահամարին եթե չեն պատասխանում պատկան թողեք որովհետեւ այդտեղ պատրաստ մեկը չկա անմիջապես մեկի հետ խոսում է չի կարող դուք անպայման եթե ցանկություն ունեք Raffi's Market-ում աշխատելու այստեղ զանգահարեք ծրագիրը նաև հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր furniture-ի խանութն է նոր մատրես պիտի գնեք իրենց Glendale-ի կենտրոնը Central եւ Myrtle փողոցի հատման կետում է 330 նոր Central իսկ Orange County-ում նաև կենտրոն ունեն եւ Santa Ana քաղաքներում եւ Ամերիկայի ամեն տեղ ունեն 100 խանութ ունի Court Furniture-ը նոր մատրես գրասեղան սեղանաթոռներ այդտեղ այցելեք Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր բնակարանում եթե bankruptcy պիտի ֆայլ անեք եւ accident եք ունենում վթարեք ունենում զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառ Օրլանդո Ֆլորիդայում փոթորիկ է տեղի ունենում միասին տեսեք մի տարածք լրիվ հողի հետ հավասարել է իր ճանապարհին այս փոթորիկը 120 miles ժամական պատկերացրեք 192 կիլոմետր ժամական այս փոթորիկը եթե գալիս է իր ճանապարհին կարող եք պատկերացնել ինչ վիճակ է ստեղծելու ինչ որ այսպես տեսնում եք հարավիրքը ինչ որ տեղի ունեցել իսկ ես ուզում եմ շարունակել հրդեհը ինչ որ տեսնում եք այս հրդեհը Նյու Յորքում տեղի է ունենում բայց կարողացել են կոնտրոլի տակ բերեն մեկը իր տանը գիտեք խորոված են սարքում եւ այլն այս կայծը կամ այդ ամբերզը մի փոքր այդ
կայծը թրջում է եւ շրջապատը հրդեհում է այսպես ինչ որ տեսնում եք Long Island New York-ում է տեղի ունեցել Suffolk County-ում accidental կամ այսպես գիտակցաբար ստեղծում է հանկարծ այդ վարկյանին խոշոր քամի է տեղի ունենում ինչպես տեսնում եք եւ մեծ վնաս ինչ որ այսպես բայց կարողանում են ամենայն դեպս կոնտրոլի տակ են բերում այս հրդեհը ես ուզում եմ մեկ դատավորի մասին խոսեմ որ օգոստոս 2023-ին շատ խմիչք է օգտագործում սա դատավորը ճանաչված եւ այստեղ Long Beach-ում մեր այսինքն այս հարավում ինչ որ տեսնում եք Judge Ferguson տարիներ այդտեղ դատավոր էր ու այդ օրը խմիչք է օգտագործում հանկարծ բարկանում են կամ ինչ է լինում դատավորները գիտեք միշտ ատրճանակ են իրենց հետ ունենում իրենց ապահովության համար ատրճանակ ունեն դատավորները ատրճանակ անում է կնոջը կրակում է սպանում է հիմա դատավարությունը այսպես է որ ինքը չի անդրադարձել որտեղ խմիչք է խմել եւ այլն Հիմա պատկերացրեք այդ դատավորը, որ տարիներ, տասնյակ ոժրագործի է ազատազրկել, բանդ է նշանակել, հիմա ինքը այդ վիճակում է։ Իսկ այսօր տարօրինակ այդ ջուրիները 40 ժամ, 9 օր ջուրիները այս հարցի մասին իրար հետ խորհրդակցեցին ու մեկ ջուրին չի ընդունում, որ ինքը մեղավոր է, 11-ը, 12 միշտ ջուրիները այս քրեական հարցի վրա 12 հոգի են լինում 11 ասում են մեղավոր է ատրճանականները կնոջ սպանել է այսպես իսկ այդ մեկը չի ընդունում եթե մեկը չի ընդունում ուրեմն հիմա համարել են դատավարությունը պետք է մնա նորից նոր ջուրի ընտրեն նորից իրեն դատի տան եթե դատախազությունը ցանկություն ունի նորից դատի տալու որ թվում է անպայման այդ շարունակեն իրեն տատի են տալու, այստեղ տեսնում եք ատրճանակն է, որ իր կողքին եղել է կրակել է իր կնոջ վրա եւ այս Judge Ferguson հիմա ապրիլ 7-ին նորից կնոջն եք տեսնում իր հետ տղայի հետ նաեւ տեսնում եք եւ դատարանում եք իրեն տեսնում դատավարության ժամանակ Ես պիտի տաթարվեցնեմ վերադառնամ իգլների մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է նաղաշ լավաշն է հովանավորում գնում եք նպարատուն այս տեսակը վերցրեք նաղաշ լավաշ այստեղ պատկերը տեսնում եք դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիր եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոս համարին զանգարեք 4 կենտրոններ ունի Orange County, Commerce, Encino եւ Glendale-ում տեսնում եք բայց հեռախոսը նույնն է ծրագիրը հովանավորում է պարոն Էդվարդն է հովանավորում բիզնես ունեք ցանկություն եք վաճառելու որևէ պատճառով էլ չեք ուզում շարունակեք կամ նոր բիզնես եք ուզում սկսել զանգարեք ձեր բիզնեսը վաճառելիս զանգարեք այս հեռախոս համարին Jackpot հովանավորում է ծրագիրը Jackpot գտնում է Թահանգա քաղաքում ցեզ է առաջարկում հիմա հագուստները Հայաստան ղրգելու համար արմար են 2 հատը $15 այսպես տեսնում եք կամ տապատ 2-ը $15 Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը Սոնաֆե տարեցների կենտրոնը գտնվում է Sunland քաղաքում եւ իրենք բաս ունեն մինիբաս ունեն ցես կտանեն ու հետ կվերադարձնեն Glendale Վերջին քանի օրերից ցես ասացի երկու արձիվ որի անունը Jackie եւ Shadow ունենում են այսպես ցակ են ունենում 3 անսովոր է սովորաբար արձիվը 1-2 է ունենում սրանք 3-ը ունեցել են որի վերջինը ասացի 3 ցես շաբաթ օրը այսինքն կարողացավ դուրս գալ իր այդ ծուի միջից դուրս գալ եւ այսպես երկու ծնողներին եք տեսնում այդտեղ ամեն ինչ հարմարացնում են եւ իրենք թուս էին նստում կարողացան 6 շաբաթ հերթով նստում էին մինչեւ այս փոքրիկները եկել են եւ տեսեք այսպես հաճույքի մեջ են հիմա
ծնողների, սա Սան Բերնարդինոում է մեր արևելքում գտնվող, գիտեք, այս նախապես այս նահանգում եւ Ամերիկայում գնում էին, որ կորուստի էին գնում այս իգլները կամ արծիվները, որը խորհրդանիշն է այս երկրի, եթե տեսնեք դրոշակի եւ այլն, այստեղ տեսնում եք, կերակրում է, մայրը կերակրում է իր ծագերին, փոքրիկ բերում է ամեն ինչ եւ տալիս է իրենց, այսպես տեսնում եք մայրական եւ ծնողների ինչ որ հոգս են տանում իրենց։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։